Ողջույններ ձեզ հեռավոր ճավախքից, ցուրտ ու հեռավոր ճավախքից, Տերը օրհնի իմ ընտանիքի կողմից բոլորիդ ողջույն սիրելիներ, դուք գիտեք, որ ես ինչքան շատ եմ սիրում կյանքի խոսք եկեղեցին, մենակ ձեզ չէ, օբշի կյանքի խոսք եկեղեցին ես հատուկ սիրում եմ ու հարգում եմ, եւ հովիվ Արթուր Սիմոնյանը հատուկ տեղ ունի իմ սրտի մեջ, ես իրան հարգում եմ իր ճեղքող էության համար, որ այդ մարդը գին է վճարել եւ միջև հիմա էլ վճարում է եւ Տերն էլ իրան յուրահատուկ օծում է, չնայած սատանան շատ է խառնված, բայց փառք Աստծուն այդպիսի մարդկանց համար ես մեկ-մեկ իմ աղոթքներում բոլոր այն մարդիկ, որ այդ գները վճարել են, որովհետեւ մենք իրանց հետևից գնում ենք, հասկանում եք, իրանք են բարդ տեղերը ճեղքում են, ճանապարհ են բացում եւ մենք արդեն շատերս պատրաստի ճանապարհով ենք գնում սիրելներ եւ փառք Աստծուն այդ մարդկանց համար, որ գներ են վճարել, կյանքի գներ եւ մենք կարողանում ենք այդ ճանապարհով արդեն առաջ գնանք։ Ուրեմն թեման, որ ստացել եմ աղոթքի մեջ, իհարկե, չնայած մեկ-մեկը լնում առանց աղոթքի, բայց քիչ ալնում տենց։ Հիմնականում ես հատուկ եմ աղոթում եւ որ միտեղ հրավիրված եմ, հատուկ եմ աղոթում այդ տեղի համար, այդ տեղի եկեղեցու մթնոլորտի համար եւ աղոթքս արդեն բրծել է, ասի Տեր, ինչ ես ասում, ինչ եմ խոսալու ու շատ հստակ այս նախադասությունը մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Ես այսօր խոսելու եմ սրա շուրջ։ Ինչ է նշանակում մոտենալ Աստծուն, այդ ինչ գործողություն է։ Մենք ոնց ախր Աստված, եթե հասենք այստեղ նստած ելներ, սաղս կգային կթափվեին գլխին, իրար հերթ չենք տա, չէ՞ մոտենալու։ Եթե տենց ելներ, շատ հեշտ կլներ։ Հիշում եմ Հիսուսի ժամանակների, ասենք, եւ որ գնում ենք այդ պատմության մեջ, որ առաքյալները, ասենք, Տիրոջ հետ էին, եւ ինչքան հեշտ էր առաքյալներին, որովհետեւ Տերը անընդհատ ներկա էր, եւ որ Տերն ասավ, ես գնալու եմ, սաղ դուխներ են գա, տրտմեցին, ոնց, մեր հալը, ոնց թե գնում ես, սաղ խառնվեցին, բայց Տերն ասավ, ձեզ համար լավ է, ես գնամ, որովհետեւ ուղարկելու եմ հոգի, որը որ միշտ ձեզ հետ ալնելու, եւ առաքյալները այնքան էին մտերիմ հոգեվոր աշխարհի հետ, որ Հիսուսը գնաց եւ Սուրբ Հոգին իջավ, իրանք Հիսուսի բացակայությունը չէին զգում, որովհետեւ նույն Տերը գնալուց առաջ ասավ, միջև աշխարհի վերջը ես ձեզ հետ եմ։ Նրանք, որ բացակայություն են զգում Աստծո, պատճառներից մեկը էմոցիաներն են, որ մենք էմոցիաներով ենք փորձում մոտենանք կամ զգանք սիրելներ։ Այո, էմոցիոնալ դաշտ կա, բայց առաջ հոգու դաշտն է էմոցիան, հոգու մեջ ենք մենք առաջ զգում Աստծուն վայելում, եւ որ ուրախություն ու խաղաղություն ա լցվում քո մեջ Աստծո խոսքը կարդալուց կամ աղոթելուց կամ քարոզ լսելուց, սա քո հոգու դաշտն է։ Նոր դրանից հետո էմոցիաները կարան արձագանքեն ուրախությամբ, ցնծությամբ կամ բարձր տրամադրությամբ սիրելներ։ Ուրեմն առաջի տեղում հավատքը առ Աստված եւ ինչպես ասի, ինչ է նշանակում մոտենալ Աստծուն եւ նա կմոտենա ձեզ, սա գրված է Հակոբոսի երկու տեղ եմ կարդալու, Հակոբոս 4:8, կարող եք ինձ հետ ձեր սուրբ գրքերը կամ էլ սուրբ հեռախոսները բացել։ Մոտեցեք Աստծուն, Հակոբոս 4:8, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Սրբեցեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, եւ ձեր սրտերը մաքրեցեք, ով երկմիտներ։ Ուրեմն մեղավոր ձեռքեր եւ երկմիտ սրտեր, Աստվածաշունչը ասում է, որպեսզի դուք կարողանաք մոտենալ ինձ, այս երկու գործողությունը պիտի անեք, սրտերից հանեք երկմտությունը սա է, եւ որ ես ու դու աղոթում ենք, մեկ էլ մեզ միտք է գալի, տենաս լսեց ասված, տենաս կտա, չի տա։ Եթե դու Աստծո խոսքի համապատասխան ես աղոթում, Հովհաննես առաքյալը գրում ասում է, եթե մենք Աստծո կամքը գիտենք եւ Աստծո կամքի համապատասխան ենք աղոթում, արդեն նա լսում է եւ մենք գիտենք, որ կպատասխանվենք սիրելներ։ Խնդիրը շատ ժամանակ, որ մենք երկմտում ենք, որովհետեւ Աստծո խոսքը լավ չգիտենք, հասկանում եք, անգամ երկրավոր բաներ Աստված չի արգելել խնդրելուց, բայց եթե իմ ու քո շեշտը երկրավոր բաների վրա է եւ ոչ երկնավոր, այդ ժամանակ հնարավոր է, որ մեր խնդրանքը չլսվի, մենք որովհետև իջնում ենք ամենացածր մակարդակ, աշխարհի մարդկանց մակարդակ, որովհետև նույն Հիսուսը ասավ, երկնավոր հայրը չարերին էլ բարիներին էլ ողորմություն անում, չէ՞։ Սա ամենացածը, եթե մենք այդ մակարդակում ենք, դա շատ վատ է, այսինքն
մեր ֆոկուսը, մեր նշանակետը պիտի լինի առաջ երկնքի թագավորությունը եւ նրա արդարությունը։ Մոտենալ Աստծուն, սա է նշանակում ճիշտ մոտեցման ձև։ Հիմա նայեք աշխարհիկ մարդիկ գնում են եկեղեցի, մոմ են վառում, իրանց սրտի դավթարը բացում են ու ինչքան ցանկություն կա, թող, երեխա, ծոր, գործ, մորդ, փող, խոպանչի, բարեկամ, բան, սաղի, վերջը, այս սաղ ու ոչ մի փառաբանություն, ոչ մի երկրպագություն, զուտ խնդրանքներ կենտրոնացում երկրավոր մակարդակի վրա։ Սա ահավոր ցածր մակարդակ է, սա եկեղեցում վայել մակարդակ չի։ Եթե դու այդտեղ ես, ես քեզ կոչ եմ անում բարձրանաս վերև, մոտենաս 6:33 Մատթեոս, բայց առաջ ամեն բանից առաջ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ նոր դրանից հետո Աստված ասում է մնացած բաները կտրվեն ձեզ։ Այսինքն ինչ են այդ մնացած բաները, այն ինչ որ մեզ էս կյանքում անհրաժեշտ է, այն ինչ որ Աստված սահմանել է մեր կյանքի համար, մեր ծառայության ընտանիքի համար, Աստված ասում է ես կտամ դա անպայման, բայց եթե դու ճիշտ նշանակետի վրա կենտրոնանաս, առաջ երկնքի վրա, ինչա նշանակում փնտրել երկինքը եւ Աստծո արդարությունը։ Աստծո արդարությունը Քրիստոսն է, Քրիստոսի նման ապրել, Քրիստոսի նման սիրել, Քրիստոսի նման աղոթել, Քրիստոսի նման ներել, Քրիստոսի նման ծառայել։ Մենք սա ենք փնտրում։ Իհարկե դա ամենաբարձր մակարդակն է, ես էլ դեռ այդտեղ չեմ, չմտածեք, որ ես այդտեղ չեմ, բայց գնում եմ այդ ճանապարհով, ձեզ հետ միասին սիրելներ, փնտրում ենք դա, որպեսզի հասնենք։ Հաջորդ համարը Եբրայեցիների 11:6-ը։ Աստվածաշնչի ամբողջ Աստվածաշնչի մեջ իմ ամենասիրելի համարն է, յուրահատուկ սիրում եմ այս համարը։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Աստծուն, որովհետև նրանք, որ մոտենում են Աստծուն, պետք է հավատան, որ նա կա եւ որ նա իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Հիմա նայեք, նրանք, որ մոտենում են Աստծուն, ես խոսում եմ մոտենալու Աստծո մասին, դրա մասին եմ խոսում, մոտեցիր Աստծուն եւ Աստված ասում է ես կմոտենամ քեզ։ Հետաքրքիր բան է, սա հոգու մեջ է կատարվում, սա Աստծո խոսքի համապատասխան է։ Եվ ինչպես եմ ես մոտենում, եթե քո նշանակետը փոխում ես երկրային մակարդակից երկնային մակարդակ։ Դու իրավունք ունես խնդրելու քո կարիքների համար, բայց առաջին հերթին դու պիտի խնդրես, որ գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը։ Տեր, ինչպես ես ուզում ես իմ ամուսնու կնոջ հետ վերաբերվեմ, իմ երեխաների հետ, ինչպես ես դու ուզում ես եկեղեցում ծառայեմ, չծառայեմ, ինչ անեմ, հնազանդվեմ, չհնազանդվեմ, այս բաները մենք պիտի անընդհատ խնդրենք։ Իհարկե չհնազանդվելը լավ չէ, այդ ավելորդ միտք էր արտահայտեցի։ 11:6 Նրանք, որ մոտենում են, պետք է որ հավատան, որ նա կա եւ նա իրեն խնդրողներին վարձահատույց է լինում։ Զարմանալի է մեր Տեր Աստվածը, քիչ է որ ինքը մեզ ողորմություն արել, փրկել է, հիմա էլ ասում է փնտրեցեք ինձ եւ ես ձեզ վարձահատույց կլինեմ։ Նա բարի է եւ իրոք նա վարձ կա տալի։ Եվ իմ փնտրտուքը սա է, Տեր, ել ինչ կարամ անեմ, ինչ ես ուզում որ ես անեմ, ինձ առաջնորդիր աղոթքի բարեխոսության ծառայության մեջ, ամեն բանի մեջ ես փնտրում եմ ընտանեկան, եկեղեցական, ամեն բանի մեջ անձնական, ես փնտրում եմ եւ ասում եմ Տեր, ես ուզում եմ քո առաջ հաճելի լինեմ, Հովհաննեսի նման։ Հովհաննեսը սիրելի էր, սիրելիներ, որտեղ տեսեք, ինչա մնացած առաքյալները սիրելի չէին, բոլորն է սիրելի էին, բայց կա սեր շնորհքից բխած եւ կա սեր, որ մենք այդ շնորհքից բխած շահում ենք։ Ամեն մի ծնող իր բոլոր երեխաներն էլ սիրում է, բայց այն երեխան, որ ամեն բանում հնազանդ է, լսող է, խելոք է, խանութ է ղրկում, վազելով համամ ջան կգնամ, հարևանի դուր համամ ջան կգնամ, այդ երեխան յուրահատուկ տեղ ունի մեր սրտերի մեջ, ասեք որ ճիշտ եմ ասում, ճիշտ է մենք որպես ծնող իմաստուն պիտի լինենք եւ հանկարծ հիմար արտահայտություն չանենք, որ այս մեկին հատուկ եմ սիրում, չասեք նման բան։ Դուք դրանով են մնացածի վրա խաչ կքաշեք եւ մերժվածության ոգու համար դուռ կբացեք։ Դուք ձեր սրտում իմացեք, որ այդ երեխան, որովհետեւ ինքը լսող է, ինքը հնազանդ է եւ խոնարհ է, դու իրան հատուկ տեղ ես տալի։ Բոլոր երեխաների համար ծնունդներին ինչ որ մի բան անում ենք։ Գոնե տորտ թխում ենք, մի պեչենի առնում ենք, չէ՞։ Բայց այն երեխան, որը որ հատուկ լսող է, իր համար աշխատում ենք մի բան ավել անենք։ Եվ այն մնացած երեխաներն էլ բացատրում ենք, ոչինչ ազես, ձեզ համար էլ կանենք, բայց իրականում այդքան հոժար չենք, անում ենք առանց հոժարության, բայց իրականում մեկ է, այն երեխան, որը որ սիրելի է, ինքը շահել է մեր սերը, հասկանում եք, եւ Աստված ուզում է, որ մենք այդ սերը շահենք,
այդ յուրահատուկ հնազանդությամբ, յուրահատուկ իրան մոտենալով, այսինքն փառքից փառք շարժվենք։ Մեր մոտենալու շարժառիթը Աստծու պետք է միայն ինքը լինի։ Ուրիշ շարժառիթ չպետք է ես ու դու ունենանք։ Նորից եմ ասում, այստեղ մենք ապրում ենք վերջի ժամանակների ամենավերջի մասում։ Եվ շատ դաժան լիքը ինֆորմացիաներ մենք ամեն օր լսում ենք, շատ ահավոր ու վատ ժամանակների մեջ ենք սիրելիներ, եւ այս երկրի վրա լավ բաներ էլ սպասելու այդ ժամանակաշրջանը չկա։ Այս երկիրը գնալով դաժանանալու է, վատանալու է, այսա մի հատ պանդեմիա ալիք էլ կգա, երրորդ համաշխարհային կսկսի սրանք, մենք պիտի նորմալ համարենք, Աստծո խոսքը ասում է դրա մասին, սովեր, մահտարաժամեր գնալով շատանալու են։ Մեր եւ այս երևույթները եւ որ մենք լսում ենք եւ սրանք սկսում են մեզ ճնշել, շատ ժամանակ մենք Տիրոջը մոտենում ենք սխալ շարժառիթով։ Էլ Տերը ինքը չի դառնում մեր շարժառիթը, այլ դառնում է նրա տված բաները մեր շարժառիթը, հասկանում եք։ Նորից եմ ասում, մենք իրավունք ունենք, Հայր մերի մեջ երրորդ կետը, մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր։ Երրորդ կետը դա նրա մասին է, որ մենք իրավունք ունենք խնդրելու մեր երկրավոր կարիքների համար։ Հետև ինքը մեր պապան է, բայց նորից եմ ասում, մեր ֆոկուսը, մեր կենտրոնացումը պիտի լինի ինքը, ճանաչեմ քեզ Տեր, ճանաչեմ քեզ Տեր, հպվեմ քեզ Տեր, քո երեսի փառքն ու փայլը տեսնեմ Տեր, քո զորությունը վայելեմ, ճաշակեմ, եւ ինչպես որ Տեր դու ես գործում, ես այդպես գործեմ այս երկրի վրա, սիրելիս։ Սա պիտի լինի մեր մոտենալու շարժառիթը։ Տեսեք, մենք կարդում ենք անգամ նոր գտակարանի մեջ, որ Հիսուսին շատերը հազարավորներ մոտենում էին բժշկության համար եւ հարյուրավորներ մոտենում էին հաց ուտելու համար։ Միտեղ ինքը հացը բազմացրեց, ասավ, դուք ես երկրավոր հացի, հետո նավով անցկացավ այդ ծովի այն կողմը, հաջորդ օրը տեսավ այդ սաղ մարդիկ եկել են ծովի այն կողմը, հետև հացերից կերել ու կշտացել են։ Տերը տեսավ իրանց շարժառիթը, ասավ, դուք եկել եք, էլի հաց կլինի, այսինքն, բայց դուք փնտրեք հավիտենական հացը։ Ինքը տեսավ, որ այս մարդիկ սխալ շարժառիթով են եկել, երկրավոր բանն են փնտրում, երկրավոր հաճույքները, երկրավոր վայելքները, բայց Տերը ասավ ճիշտ բան փնտրեք, անգամ բժշկության համար, բոլոր տեսակի մոտեցումները, որ մենք տենում ենք նոր գտակարանում եւ թե հին գտակարանում, Աստված լրացնում էր ինչ-որ մի ձևով, բայց տեսնում ենք լրացնելուց հետո էլ կամ առաջ էլ ինքը ճիշտ ուղղություններ ցույց տալու։ Մենք էլ այդպես պիտի լինենք, եւ որ Սուրբ Հոգին կարա մեզ տարբեր միջոցներով մեզ ուղղություն տա։ Մենք խնդրում ենք ինչ որ մի բանի համար եւ Աստված ասում է. դադարիր խնդրել, վերցրու այսքան գումար կամ այսքան ճաշաց ու լցրուսունքիդ մեջ ու գնա այսինչ տեղը տուր այսինչ մարդին։ Ուրեմն հնազանդվելով այսպիսի բաներին եւ փնտրելով երկնքի թագավորությունը մենք կմոտենանք Աստծուն սիրելներ եւ մի քանի մարդկանց եմ ուզում բերեմ օրինակ, որոնց սրտերը հավանեց Աստված, երկնքի կողմից իրանք հավանված էին եւ իրանք այդպես մոտենալով Տիրոջը ձեռք բերին աստվածային յուրահատկություններ։ Եվ առաջին մարդը Աբելը ինչպես մոտեցավ Տիրոջը։ Աբելի մասին մենակ դա է գրած։ Աբելը հավատքով Աստծուն իր ընտիր զոհերը բերեց եւ մենք կարդում ենք Եբրայեցիների 11 գլխի մեջ Աբելի մասին, եթե չեմ սխալվում 4-րդ խոսքներ, եւ կարդում ենք Ծննդոց 4-րդ գլխի մեջ Աբելի մասին։ Աբելը իր ոչխարների անդրանիկներից եւ պարարտներից բերեց։ Ես հավատում եմ, որ Աբելը Ադամից էր լսել, Կայենն էլ էր լսել, որ Աստված արյան զոհ է ընդունում։ Կայենը ականջի հետև էր գցել, բայց Աբելը հնազանդվել էր կատարյալ սրտով։ Եվ տեսնում ենք, որ Աբելը այդ կատարյալ հնազանդությամբ արյան զոհը բերեց եւ Աստված խոսեց Աբելի զոհի վրա։ Աբելի զոհը ընդունվեց Աստծուց, գրված է միջև հիմա, թեկուզ եւ Աբելը սպանվեց։ Դուք պատկերացնում եք միջև մեզ եւ մեզանից հետո Աբելի զոհի մասին դեռ քանի հազար քարոզիչներ պիտի քարոզեն։ Մարդը ընդամենը մի զոհ արավ, էլ դրանից հետո չհասցրեց, որովհետեւ աղբերը չարակամ էր, սպանեց։ Բայց այդ զոհը գրվեց Աստվածաշնչում, այդ զոհը գրված է հին գտակարանում, նոր գտակարանում, այդ զոհի մասին ինչքան քարոզում են, Աբելի հաշվի համարը այնտեղ պտտվում է ժողովուրդ։ Մի զոհ արավ։
Եվ այդ զոհով մտավ Աստծո սիրտը։ Ինչու՞մն էր Աբելի Աստծուն մոտենալու այդ շնորհքը, ինքը կատարելապես հնազանդվեց իր հորից լսած պատգամին, որ Աստված ընդունում է արյան զոհը, որտեղից սա գիտեմ, որովհետև Եբրայեցիների 11-ի մեջ 11-4-ում ասում է. Աբել հավատքով իր ընտիր զոհերը բերեց, իսկ հավատքը որտեղից է, լսելն էլ Աստծո խոսքից, կամ Ադամից էր լսել, կամ ուղիղ Աստծուց, հաստատ Աստծուց էր լսել, կամ Ադամի բերանով, կամ էլ ուղղակի աղոթքի ժամանակ։ Հաջորդ անձնավորությունը Կորնելիոս անունով մի հեթանոս անձնավորություն կար, որը 5 տակարանով մոտեցել էր Աստծուն եւ զարմանել է այս անձնավորությունը կարդում էր 5 տակարանի Աստծո օրենքները ու ասում է ինքը լիքը զոհեր ուներ, շատ զոհեր էր անում, ասում է, շատ ողորմություններ էր տալի եւ ամեն օր Աստծուն աղոթք էր անում։ Մենք տեսնում ենք Կորնելիոսի կյանքի հնազանդությունը դեռևս Աստծուն այդպես չճանաչելով, ինչպես որ նոր կտակարանում ագրված Հիսուսի մասին դեռ գաղափար չունենալով, ինքը ողորմություններ ու զոհեր էր անում, աղքատների համար հոգ էր տանում եւ ինքը շատ աղոթքներ էր անում։ Ժողովուրդ, պատկերացրեք, հրեշտակը իջավ Կորնելիոսի մոտ, Կորնելիոսը խառնվեց, այդ հրեշտակն ինչ ասավ, ասավ քո աղոթքները եւ քո ողորմությունները խոսում են երկնքում։ Տեր Աստված, մենք շատ ժամանակ մտածում ենք, որ մենք զոհ ենք գցում, ողորմություն ենք անում, մեր աչքը տալիս է, ձախը չի իմանում, դե դա սովորական է որոշներիս համար, բայց դրանք խոսող են։ Այն ինչ որ մենք Աստծո համար անում ենք, դրանք լեզուն են, խոսում են։ Խոսացրու քո զոհերը, քո ողորմությունները երկնքի մեջ։ Եվ մի օր հրեշտակ կգա եւ քեզ պատգամ կտա։ Հասկանում եք, մենք տեսնում ենք եւ այս անձնավորությունը Աստված նայեց, ասավ սա հենց այն անձնա, որ ես կօգտագործեմ որպես հեթանոս աշխարհի դուռ։ Կորնելիոսը չլիներ, ես ու դու այսօր քրիստոնյա չենք լինի։ Կորնելիոսը դառավ հեթանոս աշխարհի դուռ Քրիստոսի համար։ Որտեղ դրանից հետո մենք տեսնում ենք, որ հեթանոս աշխարհին սկսեցին քարոզել։ Որբևայրու Լուման, որ իր ամբողջ ունեցվածքը, այդ ժամանակ Հիսուսը տեղ էր, ես անկեղծ մեկ մտածում եմ, ասում եմ, այս կնիկը երևի սովորություն էր դառել, ձևը սովորել էր, ամեն ամիս բերում էր սավ գծում, գանձանակ ու գնում վայելում կյանքը։ Իհարկե ես սա չեմ քարոզում, ես չեմ ասում, որ նման բան անեք սիրելներ, ես հավատում եմ, որ այս կին Աստծո հետ կապ ուներ եւ ինքը հնազանդվում էր Տիրոջը։ Եթե դու Սուրբ Հոգու առաջնորդությամբ չանես, եթե Աստված քո սրտում չդնի, դու քո խելքով որոշես, ես այդ ձևել եմ արել։ Իմ խելքից գիրք եմ կարդացել, ոգևորված ասել եմ, «Սյո, այս փողը գցում ենք գանձանակ»։ Ոչ մի բան, ավելի մեծ նեղության մեջ ենք ընկել, բայց եւ որ լսել եմ Աստծուն Աստվածը ասել, ու ես լսել եմ Աստծուն այդ ձևի բոմ բաներ ա եղել, որ պատմեցի։ Որբևայրի Լուման, Եղիսե մարգարեն ոնց մոտեցավ Աստծուն, չեք պատկերացնի։ Նա սովորական իր օրվա գործն էր սկսել, 12 եզներ, բանվորներ, այնտեղ սաղ աշխատում են, ինքը 12-րդ եզի հետ էր։ Եվ հանկարծ Եղիա մարգարեն կողքից անց էր կենում։ Ես ձեզ ասեմ, Եղիա մարգարեն արհամարված մարգարե էր Իսրայելի մեջ։ Դուք չմտածեք, որ այնտեղ Եղիան գնում էր, սաղ պատղեք Եղիան եկավ։ Եղիան արհամարված մարդ էր, որովհետև 3 տարի 6 ամիս անձրև չեկավ, Եղիան ուղարկվեց մի հատ հեթանոս որբևայրի մոտ։ Հիսուսը դրան մասին հիշատակում է, ասում է մարգարեն իր գավառում ընդունված չի։ Եղիայի օրերում լիքը որբևայրիներ կային, Աստծո սիրտը չէր ցավում իր ժողովրդի որբևայրիների համար, բայց այդ որբևայրիներից ոչ մեկը չէր հավատում, որ Եղիան Աստծո մարգարե է։ Այնպես որ դուք հիշեք, որ Եղիան, որ պատմուճանը գծեց Եղիսեի վրա, ինքը այդքան էլ հանրահայտ մարդ չէր։ Ինքը շատ վատ անուն ուներ, որովհետև սաղ թագավորական է տոհմը եւ ծառաները Եղիայի մասին ինչ չար բան ասես քարոզում էին։ Համարյա ազգի դավաճանի կարգավիճակ էր այս մարդը։ Եվ հանկարծ Տերը իրան հրաման տվեց պատմուճանը գցի Եղիսեի վրա ու ճամփեց շարունակի։ Այդ պատմուճանի մեջ զորություն կար, կրակ կար։ Եղիսեն ջոգեց, որ այս ուրիշ բան էր։ Վազելով գնաց հետևից, ասավ գամ քո հետևից, ասավ ես քեզ ինչ արի, որ գաս իմ հետևից։ Բայց ասավ գամ, գնաց, եզները մորթեց, այնտեղ բանվորներին կերակրեց ու վազեց։
Եղիսեի մոտ պարզությունն ու սովորականությունը չեք պատկերացնի ոնց է գրավում ինձ եւ ես հավատում եմ, որ Աստծուն էլ գրավեց։ Հիմա այս մարդը չէր կարա դուք ձեզ պատկերացրեք։ Եղիան պատմուճանը գծել է ձեր վրա, այնտեղ բանվորներդ աշխատում են։ Ճաշինով պետք է հաստար, այդ պատասխանատվությունը Եղիսեի վրա է։ Գնաց եզները մորթեց, սայլը ջարդեց, զոհ բան արավ, կերակուրը պատրաստեց, ասաբես տղեկ կերեք ես գնաց եւ դուք ինձ չեք դենա։ 8 տարի Եղիսեն հետևեց Եղիային։ Ու գիտեք ինչ էր անում։ Դուք մտածում եք, որ այնտեղ Եղիան աղոթքի մեջ փարփիշնում էր, ասում էր տղա ջան լարի, ձեռը դնում էր մեջքի վրա գնում էր, նման բան չէր ելը։ 8 տարի, այո։ Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում։ Այն կարգի էր ծառայում, նասկ էր լվանում, շոր էր լվանում, գավազաններ մաքրում, ծխոտ, կոշիկներն ու սանդալներն էր, այն կարգի էր այդ պարզ պրիմիտիվ ծառայություն անում, որ երբ որ թագավորները հավաքվեցին պատերազմի ու ընկան մեծ կրիզիսի մեջ, Հովսափաթն ասավ տղեկ հմիստի բամի մարգարե չկա հնա հարցնենք։ Մեկ էլ մեկն ասավ Եղիայի ձեռներին ջուր լցնող Եղիսեն ստեղա։ Այ քեզ բան, ուրիշ բան չկար այս մարդու մասին ասեին։ Եղիայի հետաղոթողը ստեղա, Եղիայի ձեռնադրած տղեն ստեղա, Եղիայի պատմուճանի տակ վեր ընկած Եղիայի ձեռներին ջուր լցրած տղեն ստեղա, նրա բերանում Աստծո խոսքը կա։ Կանչեցին, Եղիսեն ասավ քնարահարը բերեք, քնարահարն եկավ սկսեց քնարը զարկել, դրա համար եմ ասում, տեղ կա երաժշտությունը շատ կարևոր է։ Եղիսեի վրա Տիրոջ հոգին իջավ եւ հաղթանակեցին թագավորները։ Ինչն էր Եղիսեի մեջ գրավում Աստծուն եւ այդ ոնց մոտեցավ Եղիսեն Աստծուն, այ իր այդ པարզ ծառայությունով։ Չէ, մենք սարասը սիրում ենք հովիվ առաջադրանք հատվել, հավեսով անենք հովիվը գա քաջալերի, բայց մենք ոչ մեկս չենք սիրում, անենք բաներ, որ ոչ հովիվը գիտի, ոչ էլ հովիվի կինը գիտի, ոչ էլ իմ ավակը գիտի։ Անեմ բաներ, որ անեմ Աստծո առաջ։ Այս գայթակղությունները իմ վրա էլ ժամանակին եկել։ Հետո ես հասկացա, որ Տեր, չէ որ ես քո առաջ եմ ապրում, ես քո առաջ եմ հաշվետու, ես քո առաջ եմ ուզում որակով անեմ։ Դաժե մեկ եղել է, որ իմ աղոթքից ուզեցել եմ խոսամ, զգացել եմ, խոսացել եմ, հետո փոշմանել եմ, ներողություն եմ խնդրել, ասել եմ Տեր, այդ ես ինձ եմ ռեկլամ արել, 1000 անգամ կներես օգնի, որ ես էլ նման բաներ չխոսամ։ Հասկանում եք սիրելիներ, կա հարաբերություն, որտեղ դու եւ Աստված ես, կա բաներ, որ դու անում ես Աստծո համար, Աստծո առաջ եւ դա իրոք ոչ մեկ պիտի չիմանա, բայց կա բաներ, որ վկայության համար մենք պետք է պատմենք, որպեսզի մարդիկ դրանից քաջալերվեն, ուստեղ էլ մենք պիտի զանազանենք։ Ուրեմն Եղիսեի մեջ այդ Աստծուն մոտենալը, այդ իր պարզ շատ ժամանակ անտրամաբանական ծառայություն է։ Մարգարեի նասկի լվանա, մարգարեն գնա ես իմ ընդի քանի 1000 հոգու վրա ձեռ դնի, աղոթի ձեռները կեղտու տասնի, ով ջուր լցնի Եղիսեն, ով ջրի գնա Եղիսեն, ով շորել լվան, բայց այս մարդը 8 տարի Քլենդենենն ագրում, Բերտ Քլենդենին գրքում եմ կարդացել, 8 տարի հավատարմորեն հետևեց։ Ցավոք սրտի Եղիսեն իր նման աշակերտ չունեցավ։ Գեհեզի էր անունը, սաղուշկումիտ կես աշխարհի բաների մեջ ու դրա պատճառով բորոտացավ Գեհեզին։ Բայց Եղիսեն հավատարիմ մնաց եւ սա Տիրոջ դուրը գալիս էր։ Եղիսեն այդ իր པարզ խոնարհությամբ, իր པարզ գործողություններով էր, բայց Եղիսեի այս པարզ ծառայությունը Աստծո ուշադրությունը գրավեց։ Եղիսեն այդ པարզ ու խոնարհ ծառայությունով մտավ Աստծո սիրտը եւ ինքը այդ ձև էր մոտենում։ Եվ կարդում ենք 3-րդ Թագավորաց 8-րդ գլխի մեջ այն օրից ի վեր 16 խոսքը 8-16-ը։ Այն օրից ի վեր, որ իմ ժողովուրդը Իսրայելը Եգիպտոսից հանեցի, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավիթին, որ իմ Իսրայել ժողովրդի վրա լինի։ Հավանեցի Դավիթին։ Ինչի համար հավանեց Դավիթին Աստված։ Լիքը բաներ կար, որ Դավիթն անում էր։ Նա չէր ասում է բանա, օգնական չոբաններ կա, ես արջը մեկին տարավ, թող դրանք արջի հետևից ուղնեն։ Ինքը գնում էր արջի հետևից, արջը գլխին տալիս սատկացնում ու այդ զոհը բերանից խլում հետ էր բերում։ Առույցին անգամ ինքը սատկացրեց։ Ինքը իր չոբանությունը, այդ հովությունը շատ լավ էր անում։ Աստված տեսավ դա, ասավ, այս տղեն լավ հովիվ կլինի։ Ու Աստված ընտրեց եւ Աստված չփոշմանեց, որ ճիշտ ընտրություն արավ։ Սավուղի դեպքում Աստված փոշմանեց, որովհետեւ Սավուղը լավը սկսեց, վատ ավարտեց։ Եվ Դավթի մեջ ինչ ենք տենում։ Պարզություն, խոնարհություն, Աստծո համար ուրախ վազք,
Եվ այդքան 13 տարի Սավուղի ձեռից հալածվեց, Սավուղի երեսից դարձավ ազգի դավաճան, քարանձավներում, սարերի մեջ, բայց մենք տեսնում ենք Դավիթի սաղմոսները, սիրելիներ։ Միջև այսօր հազարավոր ու միլիոնավոր մարդիկ քարոզել են, դեռ քարոզելու են Դավթի սաղմոսներից։ 23 սաղմոսներ իմ հովիվն է, 27 սաղմոսներ իմ լույսն ու իմ փրկությունն է, ես որ մե պիտի վախենամ, 18 սաղմոս մահվան գերեզմանները շրջապատեցին ինձ, ես աղաղակեցի, Աստված լսեց եւ նա ինձ իմ բարձր տեղերի վրա կանգնեցրեց 32 խոսքը եւ իմ ձեռքերով պղնձե աղեղը կոտրվում է, նա իմ ոտքերս եղջերու ոտքերի նման է դարձնում եւ կանգնացնում է ինձ իմ բարձր տեղերի վրա։ Մենք Դավթի սաղմոսներից, թե մեր աղոթների, թե մեր երգերի մեջ շատ ենք օգտվում մեր քարոզների մեջ եւ մեր վկայությունների մեջ։ Եվ այս պարզությունն էր, եւ Դավիթը իր պարզությամբ էր մոտենում եւ սրանով Աստծո ուշադրությունը գրավեց։ Երկու անձնավորություն էլ ասում եմ կարճ ու կավարտեմ։ Դեբորան, դատավորաց 5-րդ գլխում կարդում ենք Դեբորայի մասին։ Կին էր, մի սովորական կին էր, որը Աստծուն այնքան յուրահատուկ ձևի էր փնտրում, որ հանկարծ եւ ինքը կենտրոնում չէր, Երևանում չէր, ոչ էլ Մոսկվայում էր, ոչ էլ Նյու Յորքում էր, ոչ էլ եվրոպական մի ճանաչված քաղաքում։ Մի կորած, մոլորված բնակավայրի մեջ էր այս կինը։ Աստված այցելեց այս կնոջը եւ իրան որպես մայր բարձրացրեց ու Դեբորան գրում Աստված ինձ մայր բարձրացրեց Իսրայելի մեջ։ Կին եւ Աստծո առաջնորդ, ազգի մայր, որ կանչեց Բարակին, ասավ Բարակ, քեզ Աստված չի ասել, որ գնաս պատերազմես Տիրոջ պատերազմը եւ հաղթես։ Ասավ, եթե դու գգաս ինձ հետ կգնամ, չէ։ Պատկերացնում եք Դեբորան ինչ ազդեցությունն էր։ Դեբորան ասավ, լավ կգամ, խնդիր չի, բայց փառքը քոնը չի լինելու, մի հատ ուրիշ կնոջ է լինելու։ Եվ մենք տեսնում ենք այս պատմության մեջ երկու օծված կին։ Մեկը թշնամու գլուխը ջախջախեց գլխավոր զորքերի, այս մեկն էլ Իսրայելի մեջ մայր էր։ Ինչու այս ոնց է լավ որ Դեբորան ընտրվեց։ Սիրելիներ, շատ հավատացյալներ կան, այնքան միամիտ բաներ են մտածում ու սխալ։ Հա դե երևի ընտրեց, էլի Աստված տենց ուզեց։ Աստված տենց ուզեց, այդ ձևի հիմք չունի։ Բոլորին ում որ նայում ենք, որ Աստված ընտրեց, սրանք յուրահատուկ Աստծուն մոտենալու սիրտ ունեին, սրանք պատահական մարդիկ չէին, դուք այդ ձև մեկ մտածի։ Եկավ ձկնորսներ էին, ձուկ էին բանանում, նոր պրծել էին, ուրկանները մաքրում էին իրանց հայրերի հետ, կարևոր բիզնեսի մեջ, կարևոր ժամանակ, Հիսուսը անց կացավ կողքները, ասավ տղեկ իմ հետևից եկեք, ու ես ձեզ մարդկանց, ասում ա թողին ու գնացին։ Բայց ձևի մարդկանց Աստված չի օգտագործի։ Եվ վերջում Վիլկերսոնի մասին եմ ուզում պատմեմ, Աստծուն մոտենալու մասին, սիրելիներ, տեսեք ինչքան տարբերակներ կա Աստծուն մոտենալու, լիքը։ Եթե մենք լսենք, եթե մենք հնազանդվենք, մենք հաստատ կօրհնվենք ու երկրի բարիքը կուտենք։ Դեվիդ Վիլկերսոնը, ովքեր որ չեն լսել, ինքը հիմա չկա, երկնքում է, շատ ճանաչված քարոզիչ, հովիվ, Նյու Յորքի միայն իր եկեղեցին, որ բանդիտներից էր բաղկացած 10,000 անդամ ունեցել։ Եվ որ իր 75-ամյակը լրանում է, ինքը գալիս է Times Square այդ փողոցի վրա, որտեղ որ առաջի անգամ երկու բանդիտ բաների խմբերի քարոզել է եւ ուզում էին իրան սպանեն, բայց Աստված իրան պահեց եւ այս բանդիտական պատանի բանդիտական այս գրուպերով բաները խմբակները սկսեցին ապաշխարել մեկը մեկի հետևից։ Ահագին մի 30 տարի հետո եւ որ իր 75 տարին լրանում է, ինքը այդ ժամանակ աշխարհի վրա արդեն 500 հատ վերականգնողական կենտրոն ուներ։ 10,000 անդամ միայն Նյու Յորքի եկեղեցիներ եւ ահագին տարբեր ռեգիոններում սովետական միության մեջ նախին եկեղեցիներ եւ հետևորդներ ուներ։ Այս մարդը դուրս է գալի այդ Times Square փողոցի վրա, գլուխը խոնարհում է իր 75-ամյակի օրը։ Ասում է Տեր, էլ ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ, ասա ինձ։ Ու լուր սպասում է։ Գիտեք ինչ ասում Տերը, մոտեցիր ինձ եւ ես կմոտենամ քեզ։ Գիտեք ինչի աշակերտները Ղուկաս 11 գլխի մեջ եկան Հիսուսին ասին մեզ աղոթել սովորեցրու։ Իրանք հասկացան, որ Հիսուսի զորությունների գաղտնիքը աղոթքի մեջ է, հոր հետ հարաբերության հարցում է։ Դրա համար Վիլկերսոնին Տերը ասավ,
մոտեցիր ինձ ու ես կմոտենամ քեզ։ Դուք պատկերացնում եք, այս մարդը Աստծուն ինչքան մոտ էր։ Եվ այս օծված մարդին, որ այդքան մտերիմ էր Աստծո հետ, 75 ամյակին Տերն ասում է. մոտեցիր ինձ եւ ես կմոտենամ քեզ։ Պատկերացնում եք ինչքան շատ է այս մարտահրավերը մեր սիրելներ։ Աղոթքի կյանքը մեր մարտահրավերն է երկնքի կողմից։ Այս տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Այդ տունը ես ու դու ենք։